Друзья, сегодня сколько? 80 лет. Ну, не помню, Ширазу. И насколько я знаю, здесь будет мероприятие. Пойдем посмотрим вместе. Видите, да? Наш великий. Կենթանական այսպես կոչված պոեմ, որտեղ հերոսներ են Գայլը, որ Նիկոլայ Ցարին է մարմնավորում, Աղվեսը, որ Լենինին է մարմնավորում, Կկուն, որ հայությանը հայ ժողովրդին է մարմնավորում, այն չարի վերջը, որ դուք բոլորը դակին գիտեք, մանկապարտեզից սկսած մինչև Են որ ասում եք, հանի ձախն ես դու, երեքատ ձար կաղան ուղեր, երեքատ ձախ ծունց կտամ կեզ, ու չես ասել դու անավոր, թե չէ գնամ ասում, գսիր շուտով մի հատը ծած, թե չէ հրեն կացինս սրած գնամ վերեմ ծարը կտրեմ։ Այսօր էլ են նույնն ասում։ Տվեք, թե չէ Հայաստանեք մնա ջնջեք պատրան։ Նույն աղվեսն է, նույն գայլն է, ոչ մի տարբերություն։ Այն ժամանակ էր, Հովհաննես Թումանյանը հասկացել է, որ այս աղվեսը, որ համար է գցում, թե հավաքվեք, բոլորը ես են հրես գալիս եմ մահ գիրին և գիրի կուսակիցներին, մենք պիտի հաստատենք հեղափոխական մեր նոր կարգը, պետք է հաստատենք ժողովուրդների եղբայրություն և բայկարություն։ Բայց Թումանյանը գրում է, երբ աղվեսը խոսում էր ժողովուրդների եղբայրության, բայկարության անունից, սկսեցին համբուրվել շունը կատվի հետ, կատուն մկան հետ, աղվես տախլորի հետ և համբուրվելիս մեկի գլուխը մնաց մեկելի պենալու։ Այս այդ Թումանյանական հանճարի հանրահայտ դրսևորումն է։ Մեկի գլուխը մնաց մեկելի